Տիկին Բալյան, դուք որպես իշխանական падգամավոր ընդդիմադիր համայնքապետին Գյումրիի պարբերաբար Facebook-յան հայտարարություններով, հարցազրույցներով թիրախավորում եք, ամեն հնարավոր ձևով նաև վիրավորում եք, կարծում եմ, նրան առանց փաստերի կոռուպցիոներ անվանելով։ Երեք Գյումրու համայնքապետին շատ համերաշխ կերպով իրավապահները տարան, գողացան, ինչպես ասում են գյումրեցիները, համայնքապետարանից, ըստ ձեզ այդ գործողությունները նորմալ էին, միայն կաշառքի մեջ մեղադրվող Վարդան Ղուկասյանին համայնքապետարանից դուրս հանելու համար, ոչ հանցագործության ինչ-որ դրսևորում էր, ոչ ահաբեկչություն էր, կարծես թե համար մեկ հանցագործին էին տանում Գյումրիից, նորմալ եք համարում ես։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությունը տեսանյութը տեսել եք։ Տեսել ենք։ Այդքանը շատ կարևոր է, որ տեսել եք եւ իմ մոտ միշտ հարց է առաջանում, թե այդ կարևոր ինֆորմացիան թողած ինչի են իմ նախկին գործընկերները հաճախ փորձում ավելի շատ խոսել այնպիսի թեմայի մասին, որը ուշադրությունը կշեղի բուն թեմայից։ Այսքանը անպայման արձանագրենք։ Վարդան Ղուկասյանին ով ճանաչում է, լինի դա Գյումրիում, լինի դա Հայաստանի Հանրապետությունում, վստահ եղեք, որ նաեւ գիտի, որ այդ մարդը մեղմ ասած ունի արատավոր ձեռագիր, անցնում է մի շարք քրեական գործերով, իր ընտանիքը Գյումրիում ունի այնպիսի վարքեր ու բարքեր, որոնց մենք վերջ ենք դրել 2018 թվականից սկսած, այնպես որ այդպես չակերտավոր անմեղ մարդ ներկայացնելու կարիք եւ այդ բարքերը հետ եկան ձեր ասած։ Գյումրիում ԿՊ-ին չեն մերժել։ Գյումրիում ԿՊ-ն ստացել է 2 անգամ ավել ձայն, քան նույն Վարդանիկը։ Եվ ընդհանրապես կարող եք գալ շրջել Գյումրիում, հարցում իրականացնել ձեր աշխատանքի շրջանակներում եւ կհասկանաք, թե արդյոք մերժում են Գյումրիում, թե ոչ, Գյումրիում ԿՊ-ին մերժում են, թե ոչ։ Իսկ ասում եք գողացան Վարդանիկին, չգիտեմ ինչ, նման ձևակերպում 3 մի կին էր անում տեսանյութով։ Ես ասում եմ գյումրեցիներն որին քաղաքում ճանաչում են բացառապես իր լկտի բառապաշարով, նրանով, որ անցնում է քրեական գործերով, այս պահին էլ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում է, չգիտեմ էլ ինչ գործի շրջանակներում, ում Վարդանիկը տարել եւ իր խորհրդականները նշանակել։ Սա է այդ մարդկանց պատկերը։ Ես անգամ այդ կնոջ անուն ազգանը չեմ ուզում հնչեցնել իմ բերանից, այնպես որ խոսել գյումրեցիների անունից, որ դուրս են եկել, ասում են գողացան բան, չկա նման բան։ Վարդանիկը Գյումրիում չունի քաղաքացիների աջակցությունը, մեծամասնության մասին է խոսքը։ Բնականաբար իր կողքը կան իր գաղապարակից մարդիկ, հա, ովքեր հաճախ արիթապատ չեն թողնում միութենական կազմի մեջ մտնելու մասին խոսելու, հակապետական հայտարարություններ անելու մասին հաճախ են խոսում, այնպես որ ինչ ասեմ այդ մարդկանց մասին։ Բայց տեսեք Տիկին Բալյան, երբ գտան ով է սպանել Վալոդիա Գրիգորյանին, ով է այդ կրակոցները արձակել Մերձավանում, շատ հանգիստ կերպով հանցագործին բռնեցին, տարան դեպքի վայր, ցույց տվեց Վարդան Ղուկասյանի նման նրան չձերբակալեցին։ Եկեք ձեր այդ հարցը տվեք իրավապահ համակարգին, որովհետև այստեղ քաղաքականացնել էս ամեն ինչը բնավ տեղին չէ եւ հիմքեր էլ չկա։ Այնպես որ սա իրավական process է, խնդրում եմ համապատասխան մարդկանց հարցրեք ինչու են նմանատիպ գործողություններ իրականացրել եւ ոչ թե նախորդ լրագրողը հարց տվել հրավիրել Վարդանիկին քննչական կոմիտե կամ հակակոռուպցիոն, հա։ Ես անգամ չգիտեմ էլ որևէ ծանուցում եղել է, հրավիրել են թե ոչ, բայց թե ինչի այդ կերպով, միգուցե կարիքը եղել է, որ այդ կերպով են այդ մարդուն տարել ոչ թե գողացել, այլ տարել ուղեկցել հակակոռուպցիոն կոմիտե, բայց գալ այստեղ պաշտպանել Վարդանիկին, ինչ որ սրբացնելու փորձեր անել, մեղմ ասած ծիծաղելի է։ Փաստերն են արձանագրում։ Ամեն դեպքում կա ձայնագրություն, որը դատարանը կորոշի, դա իրավաչափ է թե չէ։ Լրագրողները մեծամասամբ իրավունքեր չունեն որակելու իրավիճակը, քննությունը ամեն ինչ ցույց կտա, եւ դա չպետք է դիտարկել որպես պաշտպանություն։ Հարցս հետեւյալն էր, ինչին դուք պատասխանեցիք, ամենևին այստեղ կողմնակալություն մենք չենք դրսևորում։ Նաև խնդրում եմ որպես լրագրող այդ տեսանյութը ձայնագրությունը պահանջեք եւ առանց տուերի հրապարակեք, որպեսզի ոչ միայն իր արատավոր լրագրողական էթիկային երևույթները որպես լրագրող դուք գոնե տեսեք, իսկ քաղաքապետի աթոռին նստած մարդուն հարիր է,
Այստեղ Ազգային ժողովում էլ կռիվներ լինում են, բազմաթիվ հայոյանքներ հնչում են, Տիկին Պալյան, ոչ ոք չի ասում падգամավորների աթոռը ինչի է այդտեղ զբաղեցված։ Ես նորից եմ կրկնում, ես որպես ազգային ժողովի падգամավոր առաջարկում եմ այդ ենթադրյալ կաշառակեր հանցագործի հնչեցրած մտքերը, որը տեղ էր գտել այդ ձայնագրության մեջ, հրապարակել, որպեսզի բոլորը իմանան, որ վերջինս մեղադրվում է, թողեք ավարտեմ միտքս, ոչ միայն մեղադրվում է կաշառակերության մեջ, ոչ միայն չի մոռացել իր արատավոր ցերագիրը, այլ ընդամենը 6 ամիս անց նորից վերադարձավ դրան, այլ նաև իր մարդ տեսակը հասկանան, թե ով է, ինչպես է վարվում իր աշխատակիցների հետ եւ առհասարակ ինչ վարքերի տեր մարդ է, հա ինքը։ Դա շատ կարևոր է։ Ասում եք ինչ կտա, բայց շատ բան կտա։